Մարդու բնակչությունը մարդկանց բնակչության քանակը աշխարհի գնալով աճում է, բայց հողերի քանակը գյուղատնտեսական չի աճում։ Հետևաբար միշտ գյուղատնտեսական ապրանքը պիտի թանկանա։ Ու ինքը ստաբիլ ունի թանկացում։ Չենք հաշվում մեր բիրժեվի տատանումները միշտ լինում է սպեկուլյացիա, բայց երկարաժամկետ առումով որ նայես, ասենք նայես ցանկացած ցորենի գինա կամ ինչ դու գյուղատնտեսական ապրանքը գինը բիրժեվի գները, դες որ տասնամյակների հաշվարկով միշտ բարձրանում է գները։ Հասկանում եք, որտեղ նաև կա նաև ինֆլյացիա, բացի որ պահանջարկն է մեծանում, ինֆլյացիայի գոյություն ունի, համաշխարհային ինֆլյացիա, բոլոր պետությունները փող են տպում։ Հասկանում ես, քանի որ բոլորը պարտքերի տակ են, պարտքերը սպասարկելու, իրենց պահանջները մեծանում են, ծախսերը մեծանում են, բայց եկամուտները չի հերիքում, естественно, հա փող են տպում։ Փողը գնալով ավելանում է, ես արդեն օրինակ բերեցի, 250 տրիլիոն դոլար պարտքերն է, 90 տրիլիոն դոլար հնան է։ Այդ գնալով աճում է, հիմա կարող արդեն 260 տրիլիոն, կարող արդեն 270, իմ տվյալները կարող մի երկու տարվա։ Սպարս է։ Հասկանում ես, ես մոտավորապես թվեր եմ ասում, որը վերջնական ասենք точно թվեր չի, համաշխարհային թվերը այդպես հեշտ չի, ասենք այսօրվա վիճակով ճշտելը։ Դա ասենք բանը պետական ու համաշխարհային կազմակերպություններ կան, որ հավաքում են թվեր ու հրատարակում են։ Դաժե արդյունաբերություն, պետք է հասկանանք, մենք ինչ արդյունաբերություն կարանք զարգացնել ինչ շուկաների համար։ Եթե գյուղատնտեսությունը մի քիչ հեշտ է ավելի հասկանալի է, որ ամենտեղ այդ ուտելիքը պետք է, ասենք, չէ՞, ասենք դրան ֆոկուսավորելը շուկա գտնելը մի քիչ համեմատաբար ավելի հեշտ է, եթե դու որակով ապրանք ես արտադրում ու գինը որակ համապատասխանում է։ Ապա արդյունաբերությունը քիչ ավելի բարդ է, դեռ կոնկուրենցիան շատ ավելի մեծ է։ Как минимум հաշվին կա Չինաստան, Թուրքիա, Ամերիկա, Այո, Հնդկաստան եւ ասում եմ արդյունաբերական սեկտորներում արդեն պետք է լուրջ մարքեթինգային աշխատանք տավի։ Հայաստանը ինչ առավելություններ ունի, ինչով կարող մտնի, ինչ արտադրանքով, բայց Հայաստանը առանց համատեղ ձեռնարկությունների, արտասահմանյան ինվեստորների օգնության չի կարող ինքը դուրս գա Ամերիկան, Եվրոպա, չի կարող ինքը դուրս գա միջազգային, այդպես հեշտ չի։ Դու պետք է ասենք, ես կոպիտ ասած, ունես ասենք թե խոսքի, օրինակ եմ ասում, ունես ասենք թե բանից։ Կարելի է պղնձից լարեր արտադրել։ Պղնձից կարելի է էլեկտրական, ինչ են ասում, շարժիչներ արտադրել, չէ՞։ Բայց դու չունես բրենդ, չունես տեխնոլոգիա, որ համաշխարհային մակարդակը է։ Հետևաբար ունենալով հումքային բազա, դու կարող ես Siemens-ի հետ, Schneider-ի հետ, չգիտեմ, տարբեր կամպանիաներ կան, ABB-ի հետ, համատեղ գործարան ստեղծես, վերամշակես այդ պղնձը, ոչ թե հանքաքար ծախես կոպեկներով։ Մենք հանքարցան քար ենք ծախում 12 անգամ էժան, քան այսօր պղնձի գինա միջազգային շուկայում։ Այսինքն մենք շահերը տալիս ենք ուրիշ